Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է։ Առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Մենք հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն ծառայություններն ու կենտրոնները, որ բացված են, ստեղծված են ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցեք, այսօր մենք հյուրընկալել ենք Քրիստինե Գալստյանին, Կենսատուն հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահին եւ Տիկին Գոհար Ալեքսանդրյանին, նա Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիգիենա եւ էկոլոգիա ամբիոնի դոցենտ է։ Եվ արդեն հաղորդման շրջանակում կներկայացնենք, թե ինչ առնչություն ունեք Կենսատան հետ։ Բարի օր, ձեզ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ տաղավարում եք։ Բարի օր։ Բարև ձեզ։ Քրիստինա, ասացեք, խնդրեմ, թե երբ եւ ինչու առաջացավ գաղափարը ստեղծել Կենսատուն կազմակերպությունը, կենտրոնը եւ ում համար է նախատեսված ինչ ծրագրեր իրականացնելու։ Շնորհակալություն Օֆելիա հրավերի եւ հարցի համար։ Ինչու որոշեցինք ստեղծել այս կենտրոնը, ինչն էր հիմքը նաեւ սրա։ Ես սովորելով ամերիկյան համալսարանում հետազոտություն իրականացրեցի մեծերի կրթական կարիքների վերաբերյալ Հայաստանում եւ ցանկանում էի ստուգել արդյոք այդ կարիքները կան, բայց չկան կրթական կենտրոններ համապատասխան ոչ ֆորմալ կրթական կենտրոններ, թե մարդիկ չեն ցանկանում կրթվել եւ պարզվեց, որ մարդիկ շատ մեծ ցանկություն ունեն շարունակաբար կրթվելու։ Անկամ 60-ից հետո։ Այո, անկամ 60-ից հետո եւ ես իդեպ ասեմ իմ հետազոտությունը իրականացրել էի հենց 60 եւ ավելի անձանց շրջանում եւ բազմաթիվ կրթական կարիքներ բացահայտեցի այդ հետազոտության միջոցով եւ հենց այդ արդյունքներն էլ ընկած են այս կենտրոնի ստեղծման հիմքում ինչպես նաև եթե տեղյակ եք առողջապահության նախարարությունը իրականացնում է տարեցների համար ծրագիր, որը նախատեսում է ֆիզիկական ակտիվության ակումբների եւ հիշողության զարգացման ակումբների ներդրում Հայաստանում եւ նաեւ այս ծրագրի շրջանակում շփվելով շահառուների հետ ես տեսա, որ նրանք ավելի կարևոր եւ մեծ հմտությունների զարգացման կարիք ունեն կրթության միջոցով։ Այսինքն այս կենտրոնի բացման կարիքները հիմնավորված են մեր երկրում այս նշածս ծրագրի եւ իրականացված հետազոտության միջոցով։ Հալետիկին գար դուք ինչու եք որոշել միանալ Կենսատանը, ինչ եք անելու այս կենտրոնում։ Երկար տարիներ ուսումնասիրել եմ գերանտոլոգիա, ներկայումս բժշկական համալսարանի, որքանով ինձ հայտնի է որևէ ամբիոնում չի դասավանդում գերանտոլոգիա որպես առանձին առարկա, սակայն շատ ամբիոններում ուսումնասիրում են ծերացման գործընթացները։ Ես ինքս իմ սեփական նախաձեռնությամբ 10 տարի առաջ սկսեցի ուսումնասիրել գերանտոլոգիան, կարդացել եմ բազմաթիվ գիտական հետազոտություններ, ինքս էլ հանրային առողջապահության ֆակուլտետի ուսանողների հետ անցկացրել եմ գիտական հետազոտություններ Հայաստանի տարբեր մարզերում, Լոռի, Սյունիքի, Արմավիրի եւ այլ մարզերում, եւ այդ հետազոտությունները նվիրված են եղել տարեց բնակչության կենսակերպի մակարդակի գնահատմանը։ Այդ հետազոտությունների արդյունքները տպագրվել են գիտական ամսագրերում եւ ինձ համար մեծ ուրախություն էր, երբ ես ծանոթացա Քրիստինայի հետ, որի հետ համագործակցությունը թույլ տվեց ինձ իմ շատ համեստ գիտական տեսական գիտելիքները գործնականորեն կիրառել, այո, այս կրթական կենտրոնի կրթական ծրագրի մշակման գործում։ Հրաշալի։ Քրիստինա, ինչ է առաջարկում Կենսատունը, ում համար է այն նախատեսված։ Մեզ լսում են 60 եւ ավելի տարեկան մարդիկ, հետևում են սոցիալական ցանցերում։ Ինչ կստանան նրանք Կենսատանը, եթե միանան այս կենտրոնին գան։ Կենտրոնի ստեղծման գաղափարի հիմքում ընկած է շարունակական կրթությունը։ Այն իզուր չէ կոչվում Ցկյանս ուսումնառության կենտրոն։
Ինչ է սա նշանակում, բացի ակադեմիական կրթությունը, որ մարդիկ ստանում են, ամբողջ կյանքի ընթացքում նրանք ձգտում են սովորել նորանոր հմտություններ, ստանալ նոր գիտելիքներ, որը կօգնի նրանց կառուցել ավելի բարեկեցիկ կյանք եւ մնալ ավելի առողջ։ Մեկ օրինակ բերեմ, եթե ինչ որ մեկը բժիշկ չի եւ չունի բժշկական կրթություն, բայց ցանկանում է օրինակ բժշկության ոլորտում ձեռք բերել հիմնական բազային գիտելիքներ, որը կօգտագործի իր կյանքի ընթացքում, իր համար, ընտանիքի համար եւ իր հարազատների, կարող է գալ մեր կենտրոն եւ կրթվել։ Չնայած ծրագիրը ի սկզբանե նախատեսված էր ավագ սերնդի համար, բայց հետո մենք իրեն վերակառուցեցինք եւ 18 եւ պլյուս բոլոր անձանց համար նախատեսեցինք, որովհետեւ կան նույնիսկ կանայք, ովքեր դուք գիտեք Հայաստանում կինը ընտանիքի առողջության պահպանման մեջ շատ մեծ դեր է կատարում եւ ունենալ կրթված կանայք առողջապահության, այսինքն ոչ թե առողջապահության, այլ առողջ ապրելակերպի թեկուզ թեմաներով, հոգեբանության թեմաներով կրթված կին ունենալ ընտանիքում շատ կարևոր է մեր հանրության համար։ Եթե կինը կրթված է, ապա ընտանիքն էլ առողջ է եւ տիրում է ընտանիքում ճիշտ հարաբերություններ։ Այսպիսով մենք որոշեցինք տարիքային շեմը ընդլայնել եւ այն դարձնել 18 եւ պլյուս անձանց համար։ Այսինքն այստեղ մենք կունենանք նաև միջսերնդային համագործակցություն, չէ որ ավագ սերունդը արդեն ապրելով այդ կյանքն իր փորձը ներկդնի կենտրոնի զարգացման մեջ, իսկ երիտասարդներին, այո, կփոխանցի երիտասարդներն էլ նոր մոտեցումները կյանքի կբերեն ավագ սերնդին եւ իրենք համահունչ կլինի իրենց սերունդների անջրպետն էլ կփոքրանա, եթե հնարավոր է վերացնել իհարկե նաեւ։ Շատ կարևոր հարց է եւ այդ է պատճառը, որ ես ուզում եմ մենք ոչ միայն խոսենք ավագ սերնդի մասին, այլ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կրթվել այն թեմաներով, որոնք կենտրոնում ուսուցանվելու են։ Այնտեղ մարդիկ կստանան ներքին խաղաղություն, մասնակցելով մեր հոգեբանության դասընթացներին, որը եւ կկարդան հենց բժշկականի հոգեբանության ամբիոնի դասախոսները եւ կօգնեն նրանց տարիքային տրանսֆորմացիաների շրջանում եւ որ դերափոխություններ են լինում մարդկանց կյանքում, նոր ճիշտ հարաբերություններ կարողանան ձևավորել, վերանայել իրենց կյանքի տրված այո գործառույթները եւ ճիշտ հարաբերություններ կառուցել կյանքի բոլոր փուլերում բոլորի հետ եւ մնալ բավարարված։ Նրանք կարողանան մեր մոտ կերտել նոր նպատակներ, քանզի կսովորեն նոր կյանքի հմտություններ, օրինակ բացի հոգեբանությունը մենք կդասավանդենք այնտեղ նաև այսպես ենք կոչում life skills, կյանքի հմտություններ, ամենատարբեր ֆինանսական գրագիտություն, թվային գրագիտություն, որը շատ անհրաժեշտ է մեր մեծահասակ սերունդին, հա։ Թույլ տվեք ես էլ մեդիա գրագիտությունը ավելացնեմ, հաշվի առնելով որ շատ եմ առնչվում այդ խնդրի հետ։ Այո, սիրով, ինչու՞ չէ ոճաբանություն, ինչպես յուրաքանչյուր տարիքում ճիշտ հագնվել, խոհարարություն, նոր խոհարարական մոտեցումներ սովորեցնենք եւ այլն։ Եվ ծրագիրը կունենա նաեւ ինչ որ չափով հետազոտական բնույթ, մենք անընդհատ կհետևենք մեր այցելուների շահառուների կարիքներին եւ համապատասխան դասընթացներ նոր կկազմակերպենք։ Ուրեմն եթե օրինակ նայեք մեր լոգոն հենց ամբողջ գաղափարն է եւ այդ արդյունքն է արտահայտում, թե մարդիկ այնտեղ գալով ինչ կստանան, ուրեմն վերնագիրը նաեւ ինքն իրենն է ասում կենսատուն, այսինքն տուն, որտեղ միշտ կյանք կա։ Այնտեղ չի ավարտվում կյանքը, այնտեղ չի ավարտվում դրական էներգիան,
պոզիտիվ մտածողության շնորհիվ, որը մենք կաջակցենք մարդկանց ձեռք բերել այնտեղ։ Եվ ինչպես նաև այնտեղ նրանք կստանան ընտանեկան ջերմություն։ Ինչու՞, եթե մեկ նայեք մեր լոգոյին, այնտեղ տանիքի նշան էլ կա։ Ինչու կստանան այդ ջերմությունը, որովհետև մենք կփորձենք ոչ միայն այս դասընթացները իրականացնել, այլ նաև սոցիալիզացիայի կոմպոնենտը ապահովել մեր շահառուների համար, այսինքն այնտեղ նրանք կլինեն սոցիալիզացված, կունենան նոր ընկերներ, ձեռք կբերեն նոր հարաբերություններ, ծանոթություններ եւ կմասնակցեն, ինչի միջոցով դա կանենք, իրենք կմասնակցեն ամենատարբեր էքսկուրսիաներին, թեմատիկ երեկոներ կկազմակերպենք, թեմատիկ միջոցառումներ, այսինքն բացի դասընթացները հնարավորություն կունենան շփվելու նաև այլ միջոցառումների շրջանակում։ Շալի, Տիկին Գոհար, ձեր արդեն 10 տարվա հետազոտությունները ինչ են ցույց տալիս տարիքի մասով, եթե իհարկե մարդկանց հետ առնչվելով, այդ դաշտային աշխատանք անելով համոզվել եք, մարդը տարիքը երբ է զգում, դա թվեր են, տարիքը թիվ է, տարիքը զգացողություն է, թե ընդհանրապես միֆ է։ Մի իմաստուն ասել է, որ մարդ ծերանում է ոչ թե այն ժամանակ, երբ առաջանում են կնճիռներ, այլ այն ժամանակ, երբ նա կորցնում է հետաքրքրությունը կյանքի նկատմամբ։ Եվ մենք նկատել ենք, որ դեռ այդ տարիքում մարդիկ ձգտում են այո լինել ակտիվ, ձգտում են կրթվել եւ զարգանալ։ Ցավոք սրտի մեր երկրում գործում է այդպիսի կարծրատիպ, որ տարեց մարդը չունի այդ ցանկությունը սովորելու, զարգանալու եւ նույնիսկ կա տարիքային խտրականություն։ Բայց իրականում մենք Ռիսինայի հետ համոզվել ենք ճիշտ հակառակում։ Եվ այս կենտրոնի ստեղծումը ծնվեց այն գիտակցումից, որ տարեց մարդը մնում է մենակ տարիքի եւ նոր մարտահրավերների հետ։ Մինչդեռ տարեց մարդը ունի հսկայական ներուժ։ Եվ ես որպես բժիշկ եւ դասախոս գտնում եմ, որ ճիշտ գիտելիքները, աջակցությունը, հաղորդակցությունը տարեց մարդկանց հետ կարող է օգնել իրականորեն փոխել նրանց կյանքը եւ կյանքի որակը։ Եվ մենք մեր կենտրոնում ստեղծում ենք այնպիսի մի մթնոլորտ, որտեղ մեր կենտրոնը միայն կենտրոնական կենտրոն չէ, դա մի տարածք է, որտեղ ամեն տարեց մարդ կզգա իրեն անհրաժեշտ, ակտիվ եւ հարգված։ Կրիստինա, ասացեք, խնդրեմ, որտեղ գտնեն աշխարհագրորեն հասցեի առումով, ինչ ժամկետներում, երբ, ինչպես մարդիկ, որ լսում են ու հետաքրքրվեցին, հետաքրքրված են ծրագրով, կենտրոնով, գտնեն ձեզ։ Կենտրոնը պետք է գործի Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության ներքո։ Մենք շատ շնորհակալ ենք բժշկական համալսարանին աջակցության համար, քանի որ նրանք կենտրոնի համար, դասախոսությունների համար նախ վայրը կապահովեն եւ շատ կարեւոր է, որ մեր շահառուները այցելեն հենց կրթական կենտրոն եւ այս ծրագիրը ասոցիացնենք հենց կրթության հետ եւ ինչպես նաեւ դասախոսները բժշկականի ներգրաված կլինեն բոլոր դասախոսությունների մեջ, թե առողջապահության թեմով դասախոսները եւ թե հոգեբանության կարդացվելու են բժշկական համալսարանի դասախոսների կողմից։ Եվ փաստորեն ստացվում է, որ վայրը կլինի հենց բժշկական համալսարանը, այն կոչվում է վարչական մասնաշենքում, բժշկական համալսարանը մի քանի մասնաշենքեր ունի, այնտեղի կունենա վարչական մասնաշենքում 5-րդ հարկում, մեր թռուցիկի մեջ ամբողջ ինֆորմացիան, ասեմ, գրված է։ Իսկ ինչպես կարող են կապվել ձեզ հետ սոցիալական ցանցերի միջոցով, հեռախոսը համար նշեք։ Կարող են կապվել մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերին, ինչպես նաեւ կոնտակտները իմ հետ կարող են կապվել եւ ծրագրի համակարգողի հետ։ Հեռախոսահամարներն են 098 88 69 65 եւ երկրորդ հեռախոսահամարը 093 48 84 24։ Շնորհակալություն, հուսանք հարցերեցին գրանցել, բայց նաև հոդվածի մեջ կտեղադրենք, որպեսզի եթե հետաքրքրված են մարդիկ, եթե ուզում են սովորել անկախ տարիքից, անպայման կապվեն ձեզ հետ։ Տիկին Գոհար, մեր երկրում եւ ընդհանրապես ընդունված է տարիքի մասին հարցը չտալ, չգիտես թե ինչու, բայց քանի որ մեր տաղավարում հենց հաղորդումը դրան է միտված, մենք հարցնում ենք տարիքը։ Ձեր մոտեցումն եմ ուզում իմանալ։ Օրինակ, եթե ես ձեր տարիքը հարցնեմ, դուք ինձ այն կասեք։
Օֆելիա, շնորհակալ եմ հրավերի համար, որ դուք ինձ համար ստեղծեցիք այդ հնարավորությունը բարձրաձայնել եւ հնչեցնել իմ մեծ հետաքրքրության մասին գերանտալոգիայի նկատմամբ։ Սակայն եթե ցանկանում եք, որպեսզի մեր հարաբերությունները լինեն երկարատև, թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։ Ինչու՞ չեք պատասխանում։ Տիկին Գոհար, թաքցնելու բանն է, թե անհամապատասխանությունը հոգեկան վիճակին աշխարհին, հետաքրքիր է իմանալ։ Դա շատ անձնական է, թույլ տվեք լռել։ Ոչ, դուք արդեն ասացիք, որպեսզի մնանք բարեկամներ։ Այո։ Հետաքրքիր է, որ այս տաղավարում մարդիկ շատ բազմազան պատասխաններ են տալիս այդ հարցին։ Եղել են 80-ից մարդիկ, որ ասել են ես ինձ զգում եմ 20, եղել են մարդիկ, որ ասել են ամբողջ պատճառը այդ անձնագիրն ու հայելին են, չլինեին դրանք ընդհանրապես մենք չէինք էլ հիշի։ Հետաքրքիր ֆենոմեն է։ Կտակ ես ձեր հարցին մի փոքր Իհարկե։ պատասխանեմ։ Տեսեք, այնինչ բնական է, ամոթ չէ։ Իմ կարծիքով ես նույնիսկ ուրախանում եմ, որ մեծանում եմ, որովհետև տարիքը իր դրոշմն է թողում նաև մարդու վրա կյանքի փորձի, իմաստության, վերաբերմունքի ընդհանրապես աշխարհի հանդեպ դա շատ լուրջ արժեք է, որ մարդը ստանում է երկար ապրելով, հա։ Հիմա ճիշտն ասած էս ինդուստրիան, երիտասարդացման ինդուստրիան շատ մեծ ստիգմա է դրել տարիքի վրա, որովհետև մարդիկ ամաչում են մեծանան, որովհետև ամաչում են կնճիռ ունենան, կարծես թե մի մեծ բնական աղետ է եւ ամոթ, բայց ես կարծում եմ մարդիկ պետք է հպարտորեն ծերանան եւ ծերանում են մարդիկ ոչ թե տարիքով, այլ իրենց գործառույթներով եւ իրենց վերաբերմունքով կյանքի հանդեպ։ Եթե մարդը ակտիվ է մնում եւ գործառույթներով լի դեկոս 60-70 տարեկանում նա դեռ երիտասարդ է, սակայն ունենք երիտասարդներ, որոնք անգործ են, ծույլ են եւ ես կասեմ իրանք ծեր են։ Ինձ համար տարիքը որոշվում է մարդու ակտիվությամբ եւ գործառույթներով եւ մեր կենտրոնը հենց կօգնի, որ մարդիկ գործառույթներով եւ նպատակներով մնան երիտասարդ ողջ կյանքի ընթացքում։ Հրաշալի է, շատ հաճախ միջին սերունդը, այսինքն զավակները գնում են գործի, թորները գնում են իրենց գործերով եւ 60-70 տարեկան մեր հայրենակիցները չունեն ոչինչ անելու։ Արդյոք կկարողանան ձեզ մոտ գալով այդ բացը իրենց կյանքում նորից սովորելու լրացնեն։ Այո, իհարկե, տեսեք, գիտելիքը մի հետաքրքիր մի լավ հետաքրքրություն ունի։ Գիտելիքը ուղակի չի մարդու ուղեղում տեղավորվում եւ որ այն մարդու ուղեղում է, ցա կարիք է առաջանում այն օգտագործելու։ Իսկ նոր գիտելիքի օգտագործումը հենց նոր հնարավորություններ կստեղծի մեր շահառուների համար, կյանքի նոր հնարավորություններ կստեղծի։ Նախ եթե խոսենք մեծերից, նրանք կկարողանան անկախ լինել բոլորից, թեկուզ իրենց թվային գրագիտության շնորհիվ, թե ֆինանսական գրագիտության շնորհիվ, գիտեք, սրանք եւ կամ հաղորդակցման հմտությունների շնորհիվ, հա, հնարավոր է նաև կարողանան ինչ-որ աշխատավայր, նոր աշխատանք գտնել, մենք նաև պիտի աջակցենք դրան, որ աշխատատեղեր կարողանանք նաև ստեղծենք մեր շահառուների համար եւ զբաղվածություն ապահովենք իրենց։ Իսկ ավելի երիտասարդների համար դարձյալ նոր աշխատանք ձեռք բերելու հնարավորություն է, ինչպես նաև, ինչպես ասացի, կյանքը ավելի բարեկեցիկ կառուցելու հնարավորություն։ Իսկապես, Տիկին Գոհար, դուք երիտասարդացման ինչ բանաձևեր եք կիրառում, այն իմաստով, որ ինչպես եք ձեզ պահում ժամանակակից, ինչպես եք ուղեղի զարգացումը, լեզու սովորելով, կարդալով, ինչ եղանակով եք դուք ինքներդ, ինչ մեթոդներ եք կիրառում, որ կարող եք մեզ էլ հուշել։ Եվ ունկնդիրներին։ Թույլ տվեք չարաշահել մի փոքր ինձ ժամանակը եւ պատասխանել հնդկական լեգենդով։ Մի կին տանում է իր որդուն իմաստունու մոտ եւ ասում է՝ ասա իրեն, որպեսի շոկոլադ չուտի։ Իմաստունը ասում է՝ բերեք 3 ամիս հետո։ 3 ամիս անց կինը բերում է որդուն իմաստունու մոտ։ Իմաստունը ասում է՝ մի կեր շոկոլադ։
Կինը զարմանում է, ասում է, որն էր պատճառը, որ մենք 3 ամիս անց եկանք, ասում է, ես 3 ամիս չէի ուտում շոկոլադ։ Ես գտնում եմ, որ որոշ գաղափարներ տարածողը ինքն էլ պետք է լինի այդ գաղափարների կրողը, եւ հենց միշտ էլ ես զբաղվել եմ սպորտով եւ չեմ ունեցել վնասակար սովորույթներ, բայց այն պահից, երբ սկսել եմ զբաղվել գերանտոլոգիայով, ել ավելի վարում եմ առողջ ապրելակերպ, կատարում եմ ֆիզիկական վարժություններ, 4-ից 6 կիլոմետր ամեն օր քայլում եմ, ունեմ իմ օրվա ռեժիմը, փորձում եմ ընդունել առողջ սնունդ եւ ամենակարևորը ներկայումս արդեն ուսումնասիրում եմ 9-րդ օտար լեզուն։ Ամենակարևորը, որ ես ամեն օր շփվում եմ ուսանողների հետ, որոնք իրենցից ներկայացնում են այո երիտասարդության, կենսուրախության, կյանքի աղբյուր եւ ինքս էլ ձգտում եմ ձևավորել իմ մեջ պոզիտիվ մտածելակերպ, որպեսզի կարողանամ հաստատել հավասարակշռություն եւ ներդաշնակություն իմ հոգու մեջ։ Հրաշալի դուք թվարկեցիք այսպես սեղմ բոլոր այն ուղղությունները, որոնց մենք հաղորդաշրջանակներում անդադ անդրադարձել ենք նոր լեզուներին, առողջ ապրելակերպին, ֆիզիկական ակտիվության, այսինքն բոլորը խտացված դուք իրականացնում եք։ Այո, այդպես ամեն օր։ Կրիստինա, եւ անդրադառնանք դասացուցակին, այսպես ասած, ինչպես հասկացանք, այն փոփոխական է, նաեւ կախված է լինելու այցելուների ցանկությունից, նրանցից ստացված, այսպես ասած, հետադարձ կապից, այս պահի դրությամբ երբեք մեկնարկում եւ ինչ դասացուցակով։ Ուրեմն կենտրոնը մեկնարկելու ենք մայիսի 6-ից մի փոքր դասացուցակ են կազմել սկզբի համար եւ ինչպես ասացի հետեւելու ենք ճիշտ եք ասում ցանկություններին կարդամ մի քանի թեմա ուրեմն առողջության պահպանման թեմաներն են օրինակ մկանային կմախքային համակարգի տարիքային փոփոխություններ, ջրի հավասարակշռության պահպանման կարևորություն, վիտամին D, կալցիում, շնչառական վարժություններ, վահանաձև գեղձի առողջություն, դեղորայք նշանակելու առանձնահատկություններ, շաքարային դիաբետ, առաջին օգնություն։ Հոգեբանության թեմաներից են ընտանեկան հարաբերություններ, ակտիվ սոցիալական կապերի ստեղծում, ճանաչողական գործունեության պահպանում, դրական հոգեբանություն, հարմարեցում կենսաթոշակի անցնելու փուլին եւ կյանքի հմտությունների զարգացում, հաղորդակցման եւ սոցիալական հմտություններ, ֆինանսական գրագիտություն, գինու մշակույթ, էթիկա, համակարգչային գրագիտություն, խոհարարություն, մաշկի մազերի խնամք եւ սրանից հետո արդեն մենք հենց առաջին օրվանից կսկսենք պլանավորել թե այլևս ինչ թեմաներով հագեցնենք։ Այս թեմաները պատահական չենք ընտրել, հենց այդ տարիքի մեր շահառուների տարիքի շրջանում հարցումներ են կատարել, հասկանալու համար ինչով են իրենք հետաքրքրված եւ այդ հարցումների արդյունքներն են, որ ներառված են մեր դասացուցակի մեջ։ Եվ որ օրերին պետք է գան, նաև կուզեմ խոսք ուղղել այն մարդկանց, որ ապրում են արտերկրում, շատ-շատերը մեր երկիրն այդ առանձնահատկություն ունի, ծնողները Հայաստանում են, զավակները դրսում են եւ մեզ էլ շատ դիմում են հաղորդաշարին, ասում են որտեղ կարող ենք մեր ծնողներին ուր ուղարկենք, ինչպես ապահովենք նրանց հագեցած կյանքը, եկեք նաև նրանց ուղենք խոսքը եւ որ ժամերին, որ օրերին հասցեն արդեն ասել ենք։ Ուրեմն դասերը տեղի կունենան 3 շաբթի ուրբաթ օրերին, դեռևս սկզբի համար մենք մի քիչ փոքր դասացուցակով կսկսենք, հետո արդեն կվերանայինք ըստ կարիքի։ Ժամը 3-ին կլինեն դասախոսությունները, քանի որ համալսարանը հենց այդ ժամին է, որ արդեն հնարավորություն ունի ընդունելու մեզ եւ շատ լավ հնարավորություն է արտերկրում ապրող մարդկանց ծնողների համար այցելելու այնտեղ, քանի որ իրոք մենք իրենց համար հագեցած առօրյա կստեղծենք եւ նպատակային եւ բովանդակային շատ բովանդակային առօրյա կստեղծենք։ Շատ կարևոր է, որովհետեւ երկրում ապրող մարդիկ այս կամ այն կերպ հնարավորություններ միջամտելու, միտեղ տանելու ծնողին կամ զբաղմունքն ապահովելու, իսկ այն ծնողները, որ միայնակ են մնացել, իսկապես իրենք պիտի կազմակերպեն իրենց առօրյան այստեղ։ Այո, դա շատ կարևոր հարց է, ինչպես երեխայի զբաղվածության մասին պետք է հոգ տանել, այնպես էլ ծնողի զբաղվածության մասին, որտեղ փոքր ցածր զբաղվածությունը բերում է կոգնիտիվ խնդիրների, կոգնիտիվի նկատի ունեմ ուղեղի ֆունկցիոնալ խնդիրների կարող է բերել,
դեմենցիայի զարգացման, այդ իզոլացիան մարդկանց եւ ոչ հագեցած առօրյան հենց առաջին խթաններն են, որոնք բերում են դեմենցիայի զարգացմանը։ Այս կենտրոնի նպատակներից մեկը նաև դեմենցիայի կանխարգելումը կլինի այս առումով եւ ասեմ ոչ միայն արտերկրում ապրող ծնողների երեխաների ծնողների համար է սա հարմար, այլ նաև արտերկրից Երևան հյուր եկող մարդկանց համար է սա շատ լավ զբաղմունքի կենտրոն։ Եթե մարդիկ գալիս են օրինակ Հայաստան 1 ամսով, կարող են մինչև գալը նաև գրանցվել արդեն եւ գալուն պես անմիջապես այցելել կենտրոնը եւ հետաքրքիր օրեր անցկացնել Հայաստան մասնակցելով թե մեր դասախոսություններին, թե էքսկուրսիաներին։ Տիկին Գոհար, եւ մի վերջին հարց, ձեր հետազոտությունների, ասացիք, որ շատ կարդում եք այս թեմայով, ինչ են ցույց տալիս այդ հետազոտություններն եւ ուսումնասիրությունները, էական տարբերությունը կովկասյան երկրների կամ մեր տարածաշրջանի ու եվրոպական տարիքն առած մարդու կենսակերպում, մտածողության մեջ։ Ես կցանկանայի Կովկասից մի փոքր ինչ վերհանել Դագեստանը այդ հատվածը, որովհետև այդտեղ անցկացվել են ամերիկյան գիտնականների կողմից հետազոտություններ, որոնք հատուկ եկել են հետազոտել որն է պատճառը երկարակեցության եւ իրենք հայտնաբերել են հետեւյալ գործոնները։ Նախ բոլորը վարում են շատ ակտիվ կյանք 80-90 տարեկան կինը կարող է թեյի պլանտացիաներում դեռ աշխատի եւ նույնիսկ ինչ որ պարգևատրության ինքը պարգևատրվի։ Հաջորդը նրանք ապրում են շատ ցածր ջերմաստիճանային պայմաններում, իրենց բնակարաններում 13-ից 15 ջերմաստիճանն է։ Հաջորդ գործոնը, որ իրենք օգտագործում են միայն եւ միայն առողջ սնունդ, այսինքն ներեցեք, իրենք չունեն այդպիսի հասկացություն երկրորդ օրվա բորշ կամ երրորդ օրվա տոլմա, իրանք հենց տեղում հավաքում են բանջարեղենը իրենց պարտեզից եւ օգտագործում եւ ամենակարևորը հոգեբանական խնդիրն է։ Սովորաբար ես արդեն նշեցի, մեր երկրում գործում է այդպիսի տարիքային խտրականությունը։ Այնտեղ հակառակն է, որքան մեծ է տարիքով մարդը, այնքան հարգանքը իր նկատմամբ եւ պահանջվածությունը եւ նրա անհրաժեշտությունը բարձր է։ Ես դա առանձնացրեցի այդ հատվածը Կովկասի։ Ինչ վերաբերվում է հետազոտությունների արդյունքների մեր երկրում կատարված, մենք տարբեր մարզերում հայտնաբերել ենք, որ երկարակեցության մակարդակը տարբեր է 73-ից մինչև 75-76 կանան շրջանում, կանայք արդեն հայտնի ամբողջ աշխարհով մեկ են այդ վիճակագրական տվյալները, որ ապրում են ավելի երկար, քան տղամարդիկ։ Սակայն այս ցուցանիշը բավականին ցածր է իմ համեմատ եվրոպական ցուցանիշների հետ։ Եվրոպայում արդեն ընդունված է միջին կյանքի տևողությունը 89 + -5 տարի։ Այսօր մենք ետ ենք մնում եվրոպական ցուցանիշներից ցավոք սրտի եւ մենք մեծ հույս ունենք, որ Կրիստինայի հետ մեր համագործակցությունը հետագայում կենտրոններն են հենց միտված են որակյալ երկար կյանքին։ Իսկ նաև պայմանների մասին էլ ասենք, կենտրոնը դիմողները ինչ պիտի անեն, ինչ պիտի լրացնեն, ինչ պիտի վճարեն եւ փակենք հաղորդումը։ Չէ, բարդ չի կենտրոն դիմելը, ուղղակի կարող են այդ կոնտակտներով զանգահարել, պայմանավորվածություն ձեռք բերել, երբ այցելեն կենտրոն, մենք իրենց քարտ կտրամադրենք այցելության որոշակի դասաժամերով, որոնք իրենք ձեռք են բերել եւ ասեմ փոքր վճար կգործի կենտրոնում, ամսական 16000 դրամ կարժենա այցելությունը եւ որի շրջանակներում նրանք կարողանան մասնակցել շաբաթական 2 իրենց իսկ ցանկացած դասընթացի։ Հրաշալի է, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, որ եկաք, որ նոր կենտրոնի մասին հայտարարեցիք հենց երկրորդ շնչառության եթերում։ Շնորհակալություն։ Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի armradio.am կայքում, ինչպես նաև YouTube-ի ալիքում, դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գրեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Ձեզ ուզող հարցերին մենք անդրադառնանք հաջորդիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։